Շատ սիրելի քույրեր եւ եղբայրներ, գբարևենք ցեզի ես է Պիտերը եւ ուրախ ենք, որ այսօր դարձյալ մենք պիտի շարունակենք հայտնություն Հովանուն, որ հասած ենք Բատկան Բերկամոնին, երրորդ եկեղեցիին, բայց անգես առաջ գուզեմ քեզի մի քանի հարցումներ հարցնել, Ան օրեն որ սկսար հայտնության քիրքը մդի գնել, ասերդողությունները մդի գնել, արդյոք կսերդես, արդյոք ցանկիտ մեջ փոփոխություններ եղան, արդյոք ավելի կհասկնաս Դեր Հիսուս Քրիստոսը, կհասկնաս ինչ կգադարվի, հետաքրքիր ես աբակայով գիտնալու աբական հայտնության քիրքի էջերում մեջ ասված քեզի ինչ պիտի սորվեցնե եւ ինչ պիտի հայտնե։ Կուզեմ քեզի ասել, որ մենք երբ որ ես է Պիտերը գարսանակրենք այս դասընթացները անշուշտ իրարու կտեսնանք, իրարու կփարևենք, հարցումներ կհարցնենք իրարու, բայց վերջը կսկսենք պարապանության երկով եւ աղոթքով եւ կմտնանք Տերոջ ներկայության մեջ, որովհետեւ չեն գուզեր դալ եւ չեն գուզեր խոսիլ քիդութենե, փորձառութենե, բայց գուզենք դալ Աստծո հոգիով առաջնորդված եւ կխնդրենք միշտ Տեր Հիսուս Քրիստոսին արույնը, որ մեզ պաշտպանե։ Այսօր անոր համար գուզեմ քեզի հետեւյալը ասել։ Եվ որ կսկսիս գոջակը պիտի գողես եւ մդիկ պիտի ինես, կխնդրեմ քեզ մե որ ապաշխարության աղոթք մնես եւ խնդրես Տերոջմեն որ ամեն օր թուն գնես, բայց խնդրես Տերոջմեն որ ներեքեզի փանակուգի միտքդ, փանակուգի սիրտդ, որբեսի լավ հասկնաս եւ ընփռնես, որ դերը քեզի ինչ կուզե ասել։ Ամեն Պիտեր նախքան սկսիլը Բերկամոնի եկեղեցիին, աճոք ասելիք մոնիս։ Այո, շատ ամեն առաջ կուզեմ ասել շնորհակալ եմ նորեն Կարին այս սքանչելի հարիթին, որ բաժնեցիմ Աստծո խոսքի մասնավորապես իմ ամենասիրած գիրքս, հայտնության գիրքը, շատեր գիտեն որ կսիրեմ այս գիրքը, այն պատճառով կսիրեմ, որով Սուրբ Հոգին ինձ այստեղ ուղեց այն միտքով, որ վերին բաներու մասին մտածե Գողոսացից երրորդ քրքում մեջ գսե, վերին բաներու մասին մտածելու համար դերոջը հարց տվի, որ ուր են գրնամ, ինչ հիմքի վրա գրնամ վստահալա, որ վերին բաներու մասին կմտածեմ, եւ Սուրբ Հոգին ինձ այստեղ փերավսավ հայտնության քիրքը, որով հայտնության քիրքի մեջ մի ակտերն է, որ այդ վերի եղած սրբության սրբոցը մեզի կփանա եւ որ տեսնանք որ քային վրա ով է նստած եւ ինչ կգադարի որ այդ տեսանկյունն է եւ մենք այնտեղ Սուրբ Գիրքը գսե Եփեսացիս 2-րդ գլխու 5-6 համարներում մեջ որ մենք մեռած ենք Քրիստոսի հետ եւ նստած ենք երկնայիններու մեջ իր հետ հիմա այս պահիս հոգու մեջ անշուշտ Մոնտրեալես ես Տորոնտո դարձել քաղաքներ բայց հոգի մեջ մենք նստած ենք Աստծո աթորի վրա այս ինչ առանձնաշնորհում ուրեմն այս գուզեմ քաչալերել որ հիմա լսողներն ալ եթե հոգու մեջ են վերստին զնված են եւ Աստծո վստահած են իրենց յանքը եւ Սուրբ Հոգին ունին իրենք ալ նստած են մեր հետ այն աթորի վրա եւ այդ տեսանկյունով պիտի սկսենք նայել տեսնալ լսել եւ ճաշակել Քրիստոս Ամեն ամեն Շատ շնորհակալ եմ ուրեմն բերի անցնին Բերկամոն եկեղեցին բայց արդյոք կուզես բզդիկ ասենք վերակա կամ հիշողություն մներ նախքան սկսիլը թե ոչ կուզես որ սկսիմ գարթալ առաջին երկու համարները 13-րդ եւ 10-րդ համարները Գմապակեի մեկ հատ բզդիկ վերակալ մնել որ հիշենք մենք ուր հասած ենք ընդհանուր այս առաջին երեք գլուխներում մեջ ներազությունը որ եղավ եւ որ մեզի այդ գաբը չգործընցնենք գետրոնական Հովանեսի հետ որ նստած էր Պատմոս կղզի վրա եւ այդ տեսիլքները գտեսնար հիմա սկրինի վրա գտեսնանք չէ որ այո Պատմոսը այսպեսի կղզի մներ որ Հունաստանի այս ցաղկոմը եւ Թուրքիայի միջև այսօր գտնվի ես եղած եմ այդ տարածքը շատ քերեցիկ կղզի մնե այն ժամանակ կրնալալ որ անգամ քերեցիկ չէր բայց այնտեղ ակսորված էր Հովանես 95 թվականներու ժամանակ եւ իր վկայության համար Քրիստոսի գսե եւ նեղություն կար դարաբան կար հալածանք նույնիսկ մարտիրոսություն գլար եւ ինքը այդտեղ այդ դժվարություններու մեջ առաջին բան տարի մեջ ինքը գտեսնա այս տեսիլքը եւ գսե Հիսուս քրե Մագաղաթին վրա գքրե եւ Պատմոս կղզի են ուղարկե Եփեսոս Եփեսոսեն
այդ նույն մագաղաթը պիտի երթար այս 7 եկեղեցիներուն, որ շրջանակի պես դարածք մնե, որ փոքր Ասիայի մեջ էր այդ ժամանակ, որ հիմա Թուրքիա կոչվի, եւ Եփեսոսին պիտի շարունակվեր այդ ընթերցողը պիտի երթար հաջորդ եկեղեցին եւ բոլոր նամակը, որ բոլոր 22 գլուխներն են այդ նշանքի Սմիրնայի մեջ պիտի գարտար։ Եվ մենք արդեն Եփեսոս եւ Սմիրնայի եկեղեցին պատկամները լսեցինք, այսօր Պերգամոն դեսվի կամ Պերգամոս, պիտի նայենք, որ Հիսուս ինչ խոսք ունի ասելու Պերգամոսի։ Այս է ընդհանուր պատկերը։ Հիմա այս նայելով մենք կուզենք հասկանալ, որ այդ աշտանակները, որուն Հիսուս ուղարկե իր պատկամը, որուն ինքը մեջտեղ կկանգնի 7 եկեղեցիներն են գսա, առաջին գլուխը հայտնության 20-րդ համարը։ Եվ այդ 7 եկեղեցիները աշտանակներ իբրև խորհրդանշված են, որ լույս կուտան։ Եվ աստղերը, որ Հիսուս Քրիստոսի այդ սերքին մեջն են 7 աստղերը, կխորհրդանշեն հրեշտակները, որ պատգամափերներն են, անգելոսփարներ, եւ այդ պատգամափերները եղիսկոպոսները, հովիվները, առաջնորդները, ուսուցիչները, ամեն անոնք, որ շատերուն թեպի խավարի թագավորություն են, թեպի լույսի թագավորության կդարձնեն։ Եվ այդ Քրիստոսի այդ սերքի մեջ ամուր բռնած ինքն է, որ քերիշխան փանգն է, իշխե իրենց վրա, կորձած է իրենց, որ եկեղեցիներուն պատգամները եւ ընդհանուր սրբակորձության այդ կորձողությունը իրենց միջոցով կատարել։ Ուրեմն մենք այս նկարի մեջ կտեսնանք Հիսուս կանգնած այդ 7 աշտանակներն, այս նկարի մեջ 9 աշտանակներ կան, պատճառը այն է, որ ուզեցի, որ այս նկարի միջոցով հասկանանք, որ ուրիշ եկեղեցիներ կային այդ ժամանակաշրջանին, բայց Հիսուս 7-ին միայն գխրգե, 7-ը ամբողջության թիվը լալով, ասել ուզի, որ այդ ժամանակվայ 7-ը ինչ որ պատկամներ այդ 7 եկեղեցիներուն գուղրե, նաև բոլոր եկեղեցիներուն այդ ժամանակաշրջանի մեջ պետք է լսեին այս 22 գլուխները հայտնության, որ մեկ նամակ է, եւ այդ պատկամները ոչ միայն իրենց պիտի փոխանցվեր, այլ 7 թիվը լալով ամբողջության թիվ բոլոր սերունդներու մեջ, բոլոր եկեղեցիներու, բոլոր աշխարհի ամեն կողմ, ամեն ծայրերը, ամեն մայրցամաքները։ Ուրեմն այստեղ դեսնանք այս նկարի մեջ ժամանակակից նկարը Թուրքիայի Ճիշտ, այո։ եւ այն քաղաքներուն վրա այսպես աշտանակներ այսպես գշրջեն իրենց վրա, այս նստած է իրենց վրա, այն միտքով, որ այդ քաղաքներուն միջի հավատացյալները այս լամպերուն նման պիտի լայն։ Մատթեոսի ավետարանի մեջ եթե 5-րդ գլուխը գիշենք 5 եւ 16 համարներում մեջ կսե, որ Քրիստոսը սա ամենառաջ ես եմ աշխարհի լույսը, հետո սա դուք եք աշխարհի լույսը։ Ուրեմն մենք պետք չէ որ մեր այդ լույսը տնենք բանի անգողինի կամ բազգաթորի մտակ, այլ պետք է որ քաղաքի լույսը փլուրի վրա պետք է լա, որ ամեն մարդ տեսնա, լերամը վրա գտնեք լույսը, որ ամեն մարդ տեսնա։ Այդ լույսը մենք ենք, այդ լույսը եկեղեցին է, ուր որ 2 կամ 3 հավաքված է, պետք ունի շենք մլալու, պետք ունի մեծ քաթի փանալու, վանք մլալու, այլ 2 կամ 3 կրնալա նույնիսկ մեր դուներում մեջ, գարցիկ կամ որ այսպես լամպերը կամ աշտանակները ունին օրինակ իրենց դունի մեջ գտնեն, որ լույս տա այսօր նման, բայց այդ լույսը մենք պետք է ենք։ Հիմա Քրիստոս ինչ կնե որ, ուզեմ հաջորդ նկարին ավարյամը նայել, այստեղ Քրիստոս ինքը ինչպես որ բարձր քահանայապետը սրբության դարածքի մեջ պիտի աշտանագին հոգ տաներ, մեջի յուղ պիտի թափեր, որ կխորհրդանշե Սուրբ Հոգին յուղը, ինքը այդ պիտի նաև որ այդ լույսը պայծառորեն կփայլի, որ այդ սրբության դարածքի մեջ լույս չկար ուրիշ։ Նույնպես հիմա Հիսուս մեր բարձր քահանայապետը այդ աշտանակներուն հոգ կդանի որ։ Ուրեմն ինչ ցեվով հոգ կդանի որ ոչ թե այսպես ցերկը փամը բռնած յուղը թափել որ եւ այլն, այդ յուղը Սուրբ Հոգին յուղն է։ Ինչ որ ինքը եկեղեցիներուն պիտի սե, ամեն եկեղեցիներուն ավարտին գսե
ան որ ագանջ ունի թող լսե Սուրբ Հոգին ինչ կսե որ եկեղեցիներուն ուրեմն ինքը Սուրբ Հոգիի միջոցով մեզի պիտի իր փերնին սուրով հանդիմանե քաչալերե հորթորե խրադե որ այս աշտանակները վարալան եւ լավ ցեվով լույս տան այդ կորձողությունը հիմա դերը պիտի ունի ինչ որ Եփեսոսի իր փերնի խոսքով պատկամ ուղեց եւ ինչպես որ Սմիրնայի հրավ այսօր Պերգամոսի պիտի այդ պատկամը ուղարկի եւ մենք պիտի լսենք այդ պատկամը Կարինե պիտի խնդրեմ որ դու կարդաս եւ անգել վերջնա պիտի նայենք այդ պատկամը ունի այսպես գարկ ու գարույց այսպես փանալի փանացևը որում միջոցով ամեն եկեղեցիներուն կգրկնվի ուրեմն խնդրեմ եթե ուրիշ հարցում չկա Չէ, ես կուզեմ շնորհակալություն հայտնել այս նկարները, որ դու կընտրես եւ աշխատես վրան, որովհետեւ միշտ visual երբ որ գտեսնանք ավելի կդպավորվենք եւ ցախ կոմի նկարը որ գտեսնանք, ադիգա հաջախ գիտեք գտեսնանք խանութներում մեջ, գտեսնանք ասենք կարգ մդուներում մեջ հրյաներուն, բայց աչ կոմի պատկերը ավելի մեզի պատասխանատվություն է, որովհետև ավելի ժամանակավոր, ավելի նոր հիմա է, լուսավոր քաղաքի մեջ գաբրինք առաջվա, ասենք մութ քաղաքի մեջ ենք, անաբադի մեջ ենք, չնայած գարկմը երկիրներ եթրականության դժվարություն ունի, բայց ընդհանուր առմամբ մենք ենք այսօր եւ որքան ավելի պատասխանատվությամբ պետք է մտի գնենք եւ մեր անձերը քննենք, մեր եկեղեցիները եւ որքան աղոթքով պետք է գնանք եւ պաշտպանենք ամեն ուրեմն պատկան Բերքամոնին Պիտեր ջան ես սկսեմ գարտալ եւ գրնամ գնալ հարցումներով ըստ ոչ կուզես ամենը գարտամ եւ վերջը հարցումներս հարցնեմ ամենը գարտա եւ վերջը Չլա ագարձում այդ սեվով մեկը գրնա ընդհանուր պատկան լսել ինչպես եկեղեցի մեջ պիտի ընթերցվեր Շատ լավ ուրեմն Բերքամոսի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե այսպես գսե անիգա որ սրած երկբերան սուր ունի Գիտեմ քու կորձերդ եւ թե ուր գփնագիս այսինքն սադանային աթորին եղած դեղը ու իմ անունս գբահես եւ իմ հավատքս չուրացար այն օրերն անգամ երբ Անտիբաս իմ հավատարիմ վգաս սպաննվեցավ ծեր մեջ ուր սադանան գփնագի բայց քեզի թեմ քիչ մը բան ունիմ որ հոտ փաղամին վարդապետությանը հետևողներ կան որ փաղագին սորվեցուց Իսրայելի որդիներուն արչև քայթակղություն տնել որբեսի անոնք գուրքերու զոհվածներ ուտեն ու բորունգություն ունեն 15-րդ համար ասկե զատուն Նիգողայոսյաններուն վարդապետության հետևողներ ունիս որը ես գադեմ ուստի աբաշխարե Եթե ոչ, շուտով պիտի կամ քեզի, ու իմ պերնիս սրովը պիտի բادرազմի մանոնց հետ, ան որ ագանջ ունի, թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն, ով որ գահախտե, բահված մանանայեն ուդել պիտի դամ անոր, ու ջերմակ խիջմը պիտի դամ անոր, եւ այն խիջին վրա նոր անուն մտ գրված, որ մեկը չի գիտեր, բայց միայն ան որ գնտունի Wow Wow Բավական խիստ է Դեր Հիսուս Քրիստոսին խոսքերը Բերքամոն եկեղեցին ինչու համար գսե օրինակի համար սրած երկբերան սուրը այսպես գսե անիկա որ սրած երկբերան սուր ունի Ուրեմն մենք սկիզբը երբ որ խոսեցանք Հիսուս տեսանք Պատմոս կղզին վրա կանգնած եւ այնտեղ տեսանք որ ինքը գրագի փոցի նման աչքեր ուներ, մազերը փուրթի նման, փերանեն երկսարի սուրգելներ, այդ իր ցայնը շատ շուրերու նման էր։ Ասոնք ամեն փարացի օրեն Հովանես տեսավ Պատմոս կղզի վրա, իր ոտքերը հնոցի մեջ են անցած բլինցի նման, ցերքերու մեջ ասխեր։ Փարացի օրեն տեսածը, բայց մենք պետք է հարցնանք, որ ինչ իմաստներ ունի այս բոլորը։ Ուրեմն եւ որ իր փերանեն այս եկեղեցին եւ որ ինքը պատկամ գուտա այդ պատկամի մեջ մաս մգարն է առաջին քուլուխեն այդ ընդհանուր պատկերին որ Հիսուս փերանեն եւ սարի սուրը գելն է եւ մասը ամեն մեկ եկեղեցին գրկնե կամ գործած է յուրահատուկ ցևով ուրեմն այս երկսարի սուրը մենք պետք է հասկանանք 5 դարանի մեջ նաեւ հիշված է
49-րդ գլխուն 2-րդ համարի մեջ եւ Եբրայեցիս 4-րդ գլխուն 12 համարի մեջ, որ իր խոսքը երկսարի սուրի նման է գսել որ միջև ձուձը գտապանց է ոսկորին եւ ձուձի միջև գրնա զանազանեն եւ նաեւ Եփեսացիս քիրքին 6-րդ գլխու 17 համարի մեջ գսե որ Սուրբ Հոգու սուրը գսե Աստծո խոսքն ուրեմն Հիսուսի փերանեն ելած այդ սուրը գխորթանշե իր խոսքին միջոցով ինքը պիտի կորձողություն կատարի այս եկեղեցիներում վրա ինքը պիտի սկսի հանդիմանել, հորդորել, քաչալերել, խրադել, ինչ որ պիտի տեսնանք այդ փանացեվը, որ այս մեր պատկաններում մեջը դրված է, մեկ հատ նային անոր վարյամը, տեսնանք, որ այստեղ աջ կողմը այս նկարը շարժենք, որ լավ երևա, ուրեմն հոս քաղաքին Սկսի Քրիստոս իր մասին փամսել, հետո քովասանք մգսե, քնաթադություն մգուդա, ուղում մգուդա, հետևանքները գսե ինչ պիտի ելան, եթե ընեն կամ չնեն իր դված խրադը եւ վարչատությունները որ պիտի ստանան։ Այդ խոսքը այսօր Բերգամոնի դրված, ինքը այդ խոսքի միջոցով պիտի բادرազմի կամ բայկարի այդ սուդերուն թեմ։ Իր խոսքը ճշմարտություն է, չէ՞։ Սատանային խոսքերը սուդեր են, խափանքներ են, որ մեզի գխափեն։ Ուրեմն անոնք եւ որ մեր միտքի մեջ մտնան կամ եկեղեցի մեջ գործեն, մեզի խափված վիճակի մեջ կամ սուտ վարդապետություններում դառնալին, որ Հիսուս մեզի յետ ուղղությամբ իբրե կամ այս եկեղեցին Բերգամոնի եկեղեցին։ Շատ լավ եւ որ կսե գիտեմ կորզերած եւ թե ուր կբնագիս, այսինքն սադանային աթորին եղած դեղը։ Այո, ուզեմ ասել, որ սատանային եղած աթորին դեղը ոչ թե սատանան ասպես մեկ դեղ ունի եւ այնտեղը քահ ունի աշխարհի մեջ եւ այնտեղ նստեր է, բարձրապես նորեն խորհուրդ է հասկանալ։ Այստեղ սատանային աթորը իր demonic influence-ն է, իր divine աստեցությունն է, որ մարդկանց վրա ունի։ Գրնալալ քաղաքներու մեջ կորձե հadoop քաղաքներու մեջ հadoop ծևով կամ հadoop եկեղեցիներու մեջ ալ ինքը կփորձե բայկարի իր սուդերով, իր աստեցությունով։ Եվ այդ միտքը երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխի մեջ 4-րդ համարի մեջ կտեսնանք այնտեղ որ մարդկանց միտքերը խավարած են, անոնք որ թեր անհավատ են լրիվ խավարած են։ Նույնիսկ անոնք որ կփորձեն գրոնքի մեհերևի հрьяաները օրինակի համար ուզեն գրոնք մեհերևին եւ այդ գրոնքը հիմնված է հութայիզմ որ գսենք 5 գտագարանի վրա, բայց Քրիստոս չեն տեսնել, որով քողը կա իրենց աչքերում վրա։ Գույր կբային իրենց Քրիստոս տեսնալով։ Խոսք ունին, քիրը ունին, բայց քիրը կսպանն է մենք այդ քիրի միջոցով պետք է որ Քրիստոս տեսնանք։ Եվ Քրիստոս ունի իր քահը երկնայիններում մեջ, ոլորտի մեջ է։ Դերմա այսպես չեմ գիտեր ուր է, բայց ոլորտի մեջ ինքը քահ ունի, դեր ունի որտեղից իշխե, ամեն իշխանություն իրեն դրված է երկինքի մեջ եւ երկրի վրա։ Բայց նաեւ սատանան այդ ինչ որ Հիսուս կուզե մեր սիրտերու մեջ իշխել, սատանան կփորձե մեր սիրտերու մեջ իշխել կամ մեր մտքերու մեջ խավար բահելով։ Բայց այդ տարածքի մեջ ուզեմ որ հասկանանք որ այս Բերգամոնի եկեղեցին այդ տարածքը բաններ ռոմայական գայսության քակատնակետ վայրն է, ուր որ այնտեղ հերձվածություն եւ աղանդներ կային։ Եվ այնտեղ զուս կսեն անգլերեն, զոս կարծեմ հայերեն, անոր դաջարը կար այդ քաղաքի մեջ։ Այդ դաջարը այստեղ այդ միտքով խորինք թե որ այդ միտքով կներկայացվի իբրև այդ զուսը որ չաստված մնե սատանան այնտեղ կկործեր ուրեմն ես գիտեմ գսեք Հիսուս ես գիտեմ որով Հիսուս ամեն բան գիտես գիտե երեկամուկները ու միտքերը քննողացված է գիտեմ որ այսպես այդ տարածքը սատանան կկործե այդ հեթանոսական դաջարի միջոցով եւ այդ դարածքի մեջ ինքը գուզե որ եւ գիտեմ որ գսե այնտեղ նաեւ անտիպաս անունով մեկը գա որ մարտիրոսված է գսե որով ինքը ճշմարտությունը գհետևեր ինքը գհետևեր Հիսուսի իբրև իր դերը եւ թագավորը
ուրեմն գայսրությունը փորձեր իր այդ Քրիստոսի հերինակությունը եւ իր թերիշխանությունը վերցնել իր վրա ուզեր գայսրը անվանվի իբրև դեր եւ իբրև Աստված սատանան այդտեղ գործեր այդ Զուսի դաջարի միջոցով եւ ռոմայական այդ գայսրության այդ խաղապարով որ գայսրը թակավոր Աստված է բայց միակ Աստվածը Քրիստոս է բայց չաստված իբրև այնտեղից կուզեր գործեն Եվ բավական Պիտեր հետս ես այո ուրեմն եւ բավական այսինքն մարդահրավեր մներ հավատացյալներուն համար չէ որ ասկան ճնշումներուն դակավին հռոմայացի սենք գայսը գուզերատ at երկրբակությունը իրեն անեն ժողովուրդը եւ միևնույն adեն որքան իրենց հավատքը հաստատ պիտի բայն դա այսօր մենք մեր օրերում մեջ անենք մենք նույնիսկ գզելանանք եկեղեցի երթալու գզելանանք սերդողության երթալու հոգնած ենք անցրև է եւ այլն բայց այս մարդիկը հագարականոր որ դեր Հիսուս Քրիստոս իրենց կհանդիմանե բայց միևնույն adենալ այդ պայմաններուն մեջ այս եկեղեցիները որ ապրած են բավական մարդահրավեր էր իրենց հավատքը բահելը լավ երբ որ կսե բայց կսե դերը քեզի թեմքիչ մփամ ունի որ հոտ փաղամին վարդապետությանը հետևողներ կան անցել անգամ զմուրնիայի մեջ կարծեմ բզի քիշերեցին կամ Եփեսոսի մեջ փաղամի մասին կրնաս անգամ եւս բզի քիշեցնել ով էր փաղամը եւ ինչ կներ Okay փաղամը ուրեմն ինքը Midianite բան ինչ կսեմ թակավորին բաղակ կսեմ այդ բաղակ իրեն գանչեց ինքը մարգարե էր այդպես կսե սուրբիրքը եւ այդ համարները գիրես կրնակ դուք սերտել թվոց քիրքի մեջն է 25-րդ գլուխը եւ 31 համարը 16 31 գլուխը 16 համարը եւ նաեւ նոր գդագարանի մեջն ագիշ երկրորդ նամակը Պետրոսի երկրորդ գլուխը 15 համարի մեջ եւ Հութայի նամակի մեջ 11 համարի մեջ ուրեմն ինչ այս բաղամը բաղակ թակավորը իրեն գանչեց եւ ասա որ ես կուզեմ որ դու սա հрьяաներուն վրա անեծք մտնես եւ այդ անեծքը որ չհաջողին գործանվին այդ ժողովուրդը բաղամ իրեն ասա որ բաղամը մարգարե լալով ասա ես չեմ գրնար անիծել այնինչ որ Աստված օրտնած է ու փայծը սա եթե սա թուն իրենց փորձության մատնեց եւ շնության մեղքի մեջ ինան ըստ իրենց օրենքին բادرաններուն 10 բادرաններուն շնությունը մեղք էր իրենք իրենց վրա անեց կփերնից եւ այստեղ մենք պետք է երկու բան իրենց սա որ իրենք կսկսին idolatry գուրքեր արցանքեր բաշտել եւ անոնց հետ միասին ամփարոյան կորձողություններու մեջ մտնալ sexual immorality գսենք եւ այս ինչպես է թրամի համար է բաղամը բաղակ թակավոր իրեն թրամ դվա որ իրեն խրատ տա որ ինչ ծավալ գրնա մատնել կամ փորձության մատնել այս հրյա ժողովուրդը ասիկա երբ որ մեջբերում գնե Հիսուս այդ միտքով որ ինչպես որ բաղամ այդպես փամմերա բաղակին եւ հрьяաներուն գործանում եղավ նույնպես այսպեսի անցեր կան եկեղեցիներու մեջ Պերգամոսի մեջ որ գործեն թրամի սիրուն գրնալ որ նույնիսկ հովիվ մալա որ աղանտներու գերեւի ինքը սխալ բարթաբերություններու գերեւի գրնալ որ այդ հովիվը իրեն ժողովրդին առաջնորդել սխալ ծավալ բայց ընդհանրապես այս մտածեք երբեմն գուքան անցեր եկեղեցիներու մեջ դուրսեմ եւ իրենք ինքնին գանվանեն մարգարե կամ մարգարեուի եւ գրնալ որ շնության այդ կամ գուրքապաշտության ուրիշ բան ավելի սիրել քան Հիսուս եւ այդ գդանի մարդկանց թեպի կամ հոգեվոր շնություն ուրիշ ոյ մեկ բան որ ավելի գսիրենք նույնիսկ մեր անձը
նույնիսկ երբ որ սկսիկ մեր առաքելությունը Աստծուց մի առաջ տնել, գնաց գուրք տանան մեզի։ Եվ կան սկսենք մարմնավոր շնություն, որ երբեմն կկատարվի, որ այսօր եկեղեցիներու մեջ մարդիկ եկեղեցի գուքան եւ գաբին ուրիշներու հետ կփոխեն իրենց ընկերները եւ այլն եւ սերային հարաբերություններու մեջ են շատ ցավալի է որ այսպես բաներ կկատարվի, բայց այսօր իրականությունը այս է, ոչ միայն օդար եկեղեցիներու մեջ, հայկական եկեղեցիներու մեջ ադելա։ Աստված սուրբ է, չի գտնար ընդունել այսպեսի բաներ, որ մարդիկ սկսին ուրիշ բամը ավելի սիրել, քան Աստված։ Ինքը նախանցախնդիր է, ինքը ուզե բոլոր պաշտամունքը իրեն երթը։ Եվ այսպես բաներ այսօր ցավոք սրտով, ինչպես Սիգութայի քիրքի 4-րդ գլխի մեջ եւ երկրորդ նամակը Պետրոսի, այնտեղ գսկուշացնե, որ նաեւ Նիկողայոսյաններն այսպեսի նույն թիրքի մեջ էին, որ փարոյական օրեն գսեին, որ ոչինչ ադիգա մեղ չէ, կամ ասիգա այնքան քեշ բամը չէ։ Գսե որ ինչպես կհիշենք երկրորդ գլխուն 6-րդ համարի մեջ, որ այդտեղը տեսանք Նիկողայոսյանները Եփեսոսի եկեղեցին, որ Հիսուսը սա հոսալ գար, այս եկեղեցին մեջն ագար այսպեսի շարժը կամ աղանդը, որ գփորձեին որ այս ամփարական վիճակը ստեղծել։ Բաղաղամի եւ Նիկողայոսյանների այս սորվեցուցած իրենց վարդապետությունը նման էր շատ։ Եվ իսկապես Տեր Հիսուս սկսե ապաշխարը, եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու իմ բերնիս սրովը պիտի պատերազմի մանոնց հետ։ Եվ հիմա դու ճիշտ ասիր, որ այսօրվա եկեղեցին նույն շնությունները գլան մարդիկ կան, որ նույն շնությունները գնեն, ասենք թե միասեռականության մեջ են, դարբեր գուրքեր կպաշտեն, բայց դերը շատ խիստ կհանդիմանե, որ Պերնիստրովը պիտի պատերազմին քեզի հետ։ Կրնալա որ շենքին գառույցը գմնա, ժողովուրդը ամեն գիրակի եկեղեցի կուքա, բայց ճիշտ ինչ կրնա կատարվի այդ տեղը, Փիթեր։ Ուրեմն իր Պերնիստրով երբ որ դերը կբայքարի իր անհատներու հետ, նաև հովիվին կամ ոյն մեկին, որ այդ եկեղեցի մեջ այս թիրքի մեջն է, Աստծո խոսքը երկսարի սուրը գտապանցե եւ գսկսի այդ սուդերուն թեմ բայկայի մարդիկ կհանդիմանվին մարդիկ գտնալալ որ գիտես այդ իրենց սխալ վարդապետության մեջ այդ ճշմարտությունը կսկսի իրենց քանթել անհատապես այսինքն սուրը ինչ կնե դսպաննե գվիրահատե նաեւ երկու կորձ ունի Հիսուսի նպատակը այն չէ նա ինքը իր շնորհքն է որ նույնիսկ այս եկեղեցին գխոսի որ ինքը չուզեր որ այդ եկեղեցին այդ թիրքի մեջ մնա կամ անհատը միան եկեղեցի մասին չխոսենք անհատներ որ մարգարեի կամ բանեն ինքնին կամ անցել որ մարգարեեմ գսեն եւ անհատ բաներ գսորվեցնեն որ սխալ վարդապետություններ է Հիսուս պիտի պատերազմի իրենց դեմ իր խոսքին միջոցով եւ իրենք չեն գրնար հաղթել որով Աստծո ճշմարտությունը միշտ հաղթանակ կել է ընդեմ սուդին որ անցել անգամ հիշեցինք Գազեմ Եփեսոսի եկեղեցի մեջ ներ Մարգարեի մասին ան որ եթե բեյս հիմնական Աստծո խոսքին վրա չէ հիմնված չէ Աստծո խոսքին վրա եւ իրաց մարգարեությունները սուքրային չեն հոն անցը պետք է երկու անգամ լավ մտի գնե եւ սերդե եւ Սուրբ Հոգին հարցնե եւ մենք հաջորդ թիվադիրի եկեղեցի մեջ պիտի տեսնանք օրինակ ավելի պիտի հասկանանք Սուրբ Մարգարեին իրեն ռած մոլորեցուցիչ կորձերը ինչ են բայց անգես դուզեի ասալը սև գներեք միջամ քեզ Մատթեոսի 4-րդ գլխուն 4 համարի մեջ եւ Ղուկասի 4:4-ի մեջ Հիսուս ինչ ծավալ կբادرազմի սատանային թեմ Սե մարդ միայն հացով չաբրիր, այլ ամեն խոսք որ Աստծո փերանեն գելե սատանան սուդերով գուկա Հիսուսին անապատի մեջն է Սուրբ Հոգին իրեն անապատ տարերը փորձվելու սատանային գոմի մի մորնալ որ այստեղ ես գիտեմ քո աթորը տեսավ չէ սատանային աթորը հիմա սատանան եկած է այս եկեղեցի մեջ կգործե իր սուդերով եկեղեցին մեջ անհատներու միջոցով որ մարդիկ որ Բաղամի նման են կամ Նիկողայոսյաններու նման Հիսուս ինչ ծավալ պատերազմեցավ սատանային թեմ
միշտ սա քրված է թե երեք անգամ այդ երեք փորձությունները որ այդ Մատթեոսի 4:4-ի մեջ հիշված է սատանան քիչ մեղացուրեց խոսքը բայց Հիսուս միշտ Ետ պատասխանեց իրեն ասելով որ չէ այդպես չէ քրված է որ այսպես է ճշմարտությունը ընդեմ սուդին այս ցևով կպատերազմի Քրիստոս եւ այս ցևով է որ մենք պետք է սովորենք որում մենք կգոչենք այսօր հոգեվոր պատերազմ սուդը ընդեմ ճշմարտության խոսքը ճշմարտությունը պիտի կատարի անհատի կողմեն հովիվին կողմեն եւ այդ արդեն պատերազմը կկատարի Շատ լավ, եւ նախքան շարունակելս հաջորդ հարցումից գուրքերու զոհվածներ գուտեն ավելի գնաս ստագացնել, այսինքն գզոհեն, գենտանիները գզոհեն եւ ադոր միսը որ գուտեն, ադեսել գուզես գուրքերու զոհված ուդելը այսինքն այն ժամանակ գուրքեր գային որուն արչեւը երբեմն այսպես գերավոր գտնեն այսօր ագնեն ասենք բուդայի արցանին արչեւ գերավոր գտնեն կամ ուրիշ չասվածներ երբեմն ռեստորաններ կացած եք որ այսպես արցաններ գտնեն անորդագը քիչ մը չեմ գիտեր ինչ գերավորներ գտնեն միտքը այն է որ թունա գմասնակցիս այդ գուրքապաշտության այդ ընելով եւ այդ միտքը այն է որ մենք չենք կրնար երկու սեղաններեն ուտել Աստվածաշունչը գսե որ մենք դերոջը սեղանին հրավիրված ենք միտքը այս է դերոջը սեղանը ինչ է իր մարմինը եւ իր արյունն է որ մենք եկեղեցի մեջ որ հաղորդություն կստանանք այդ քինին որ գխորհրդանշե իր արյունը եւ հացը որ գխորհրդանշե իր մարմինը մենք այդ կուտենք այդ ուտելով մենք կպաշտենք Տերը եւ մենք կճաշակենք Տերը եւ մենք կհաղորդակցվենք իրեն եւ իրարու հետ իր մարմինի միջոցով որ ով որ իմ մարմինս չուտեր եւ իմ արյունս չի խմեր իմ հետս կորտ չի գտնանա իմ աշակերտս չի գտնանա այս է այդ իրեն դված հրահանգները մեկը որ ամեն եկեղեցիներու մեջ քրիստոնյաները կկատարեն բայց ինչ կկատարվեր այս մարդիկ որ այս եկեղեցի մեջ գտնալալ որ այդ հաղորդությունը կստանային նաեւ ուրիշ դերմը կամ դաջարի մեջ այդ զուսի դաջարի մեջ կամ ուրիշ դերմը գտնալա ուրիշ գերագուրներ ագուտեին որ մատուցված է այդ գուրքերուն չի գտնալալ որ ասո զավակը որ քրիստոնյա գանվան է ինքսինքը նաեւ լծագիցը լա ուրիշ չասվածի մը եւ անոր սեղանին մասնակցելով այս է միտքը լավ հարցումը գուզեմ հարցնել օրինակի համար իպորտուն Okay, հարցումս հարցնեմ, վստահ եմ որ շատեր այսօր պատասխանը ուզեն գտնել օրինակի համար դե անթարաչի ժամանակ եւ որ արաքելական եկեղեցին գրագի վրա գծածկեն կամ գրակ գվարեն այսօր ադիգա ինչպես կնաս բացատրել այս համարներուն հետ թե ոչ ասենք մշակույթ է բայց գիտենք որ ադիգա գրագի վրա է ցածկելը կամ գրագը շուրջը դառնալը ինչ որ հոնգլա բարձաբես ինչպես կնաս բացատրել անոր Ուրեմն ես Հայաստան եղած եմ եւ տեսած եմ այս սովորությունը ինքը մշակութային է անշուշտ եկեղեցին փորձած է այս սովորությունը որ մշակույթը ժամանակին հեթանոսական միտքով կկատարեր դարբեր միտքեր դան այս ավանդության ասենք բայց երբեմն մենք պետք է զգուշ լինենք որ հեթանոսական միտքեր չմտնան եկեղեցին մեջ եւ եկեղեցիելով դիեզերական եկեղեցին համար խոսում ովքեր մենք հավաքույթ որտեղ Քրիստոս կպաշտենք պետք է փորձենք աշխարհիկ մշակույթը բերել եկեղեցին մեջ ուրեմն այս գրագի վրային գծած կրդեն շատեր եւ այդ որսիր միտքը այն է որ իրենց ամուսնությունը լավ բան պիտի լավ պիտի օրտնվի եւ այլն շատ այսպես սնոդի բաշխության տարբեր բաներ կան որ երբեմն շատեր կկատարեն աչքեր գտնեն բայտ գտնեն դունի մեջ տարբեր բան հիմա այս ցևով մենք ինչ կնենք որ գսենք որ քեզ գավադամ դեր Հիսուս բայց գուզեմ որ գիտեմ որ լավ բան բանը չլա չար աչք մը կամ ինձ սալանան չի կարողանա ցևով վնաս մը բերել ուրեմն այս բաներն աթնեմ որ ապահովը լա Չեք ասիկա սնոդի բաշխությունը ասիկա ասել է որ քո հավատքը Քրիստոսի մեջ
լրիվ չէ հիմնված, որ Հիսուս է, որ մեզի ամեն անեծքներեն գբահե, իր խոսքը, իր Սուրբ Հոգին ներկայությունը։ Սատանան մեր վրա գսե ոչ մեկ խոսք, ոչ մեկ զենք չի գնալ մեր թեմ բան ունենալ, աստեցությունը եւ որ մենք Քրիստոսի զավակներն ենք։ Ամեն։ Իրեն գամքին համացան եւ իր խոսքին համացան, եթե գկալենք, ոչ թե քիչ մը Քրիստոս, քիչ մը իր խոսքը, քիչ մը ուրիշ գուրք կամ գուրքի զոհված բաներ կամ սնոդի բաշտական ավանդություններ անհետերինք։ Աս Հիսուս սուրբ է, գուզե որ սուրբ կյանք ապրի։ Ուրեմն պետք է անջատվենք այն ավանդություններեն կամ սովորություններեն, որ քրիստոնեական չեն։ Ուրեմն հարցումս մեղք է կամ մեղք չէ։ Ուրեմն գրնամ ասել, որ անշուշտ է, եթե ադիգա թուն գպաշտես, այդ չեմ գիտեր, եթե այդ դերես, որ գսեմ գպաշտեն այդ գրագը, անշուշտ ադենին մենք հայերս գրագը գպաշտենք, գրաբաշտենք, այդ միտքով էր, որ գրագի վրային գծած կդեն։ Այսօր չեմ գիտեր, եթե գպաշտեն այդ գրագը, ավանդություն իբրև մշակույթ կնեն, բայց եթե այդ գրագը իրենց ինչպես մեր հեթանոսական ժամանակ գրագ եւ արևը գպաշտեն, այդ միտքով գնեն, ուրեմն անշուշտ է ադիգա պետք չէ որ գավարվի։ Եթե գնեն ավանդական ծևով, չեմ գիտեր, դուրսը մշակույթային ծևով եւ ովևէ մեկ ծևով չեն գաբել իրենց հավատքի հետ կամ աստծո հետ, գրնալ որ մշակույթային ծևով ծևենք ադուրիշ, բայց եկեղեցին պետք չէ որ քաչալեր է այսպես բանը։ Շնորհակալ եմ։ Եվ անցնելով հոսքսը 17-րդին ան որ ագանչնի թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն ով որ գահախտե բահված մանանայեն ուդել պիտի դամ անոր ու ջերմակ խիճմը պիտի դամ անոր օքեյ արնենք բահված մանանան ինչ է։ Okay, բահված մանանան հիշված է բան Ելից քիրքին 16-րդ քուխու 32 համարի մեջ։ Այնտեղ Աստված ասած էր Մովսեսին, որ ուխտի դաբանագը որ դար, մեծ այսպես արխմն էր, մեջ պիտի թրվեր 3 բաներ, Հարոնին քավազանը, այսպես ամանը, որ մեջ պիտի թրվեր այն մանանան, որ ամեն առավոտ Աստված գուդար հրյաներուն այդ 40 դարիները, որ գճամփորդեին Եգիպտոսեն թեպի Կանանուն երկիր, այդ մանանան երկինքեն իշտար, որ իրենք վերցնեն ուդեն, իրենց օրվա հացն էր։ Այդ պիտի թրվեր նաև ուխտի դաբանագի մեջ, որ միշտ հիշվի, որ Աստված էր, որ իրենց հոգ տարավ, հրաշափար օրեն, գերակրեց իրենց այդ 40 դարիները։ Եվ նաև 10 բադվիրանները պիտի թրվեր։ Ուրեմն ինչու բահված մանանային գսե, որով այդ մեկ օրինակ մը պիտի առներ Մովսես եւ բահեր այդ դասի մեջ, ամանի մեջ եւ թրվեր այդ ուխտի մեջ, որ մշտական հիշվի իրենց պատմության մեջ, որ Աստված էր, որ իրենց քերբանական ծևով հոգտար։ Հիմա այդ միտքը, եթե Հովանու Ավետարանի 6-րդ գլուխի 51 համարը գարտանք, այնտեղ Հիսուս կսե ես եմ գենած հացը, ես եմ այդ մանանան, որ երկինքեն իջավ։ Ուրեմն եւ որ Հիսուս կհասկանանք իբրև մանանա, կհասկանանք իբրև այդ հաց, նաեւ կհասկանանք Հիսուսը սա, որ ինքը խոսքն է։ Ուրեմն այդ հացը խոսքն է, եւ որ մենք խոսք ունենք Հիսուսը սավնորեն 4-րդ գլուխը Մատթեոսի Ավետարանի 4-րդ համարը, մարդ միայն հացով չաբրիր ամեն խոսք, որ Աստծո փերանեն գփխի։ Այդ մանանան խոսքը, փանը մեզի կգերակրե։ Օրեօր հիմա օրինակի համար մենք կհավաքենք մեր օրվա բաշարը խոսքի միջոցով։ Ամեն առավոտ ելեին կանուխ շուտով պիտի հավաքեին այդ խոսքը եւ եթե շատ ունենային իրենց հարևաններուն ավելի դային։ Մենք հիմա այդ խոսքը մեզի դերը մեզի գուտագոր այսօր այս եկեցին այ եթե մենք գուրքաբաշխությունեն հերանանք այդ սուդերեն հերանանք ամփարոյական կյանքեն հերանանք կսկսի կշտանալ խոսքով սեղանին կմոտենանք ոչ միայն այդ հաղորդության սեղանին որ մարմինն է նորեն Հիսուսը սա իմ արինս չխմեք իմ մարմինս չխմեք չեք կնար իմ աշակերտները սլալ, այլ իր խոսքը մեզի գուտանով։ Հիմա, այս պահին մեզի կգերգակրել, որ կերպոնական ծևով, մենք Իսրայելն ենք այսօրվա, պատվաստ եղած ենք Քրիստոսի միջոցով, և մենք կգերակրվենք ամեն օր այս պահված մանանային։ Կհասկնաս ինչ կկալակրել, թուն և ես և ով որ գլսեի մեզ, որ խոսքին վրա
խոսքին վրա հիմնված մենք հիմա կխոգանք, կկարդանք, մեզի կգշտացնե որ դերը, այս պահին, այս պահուս, և այս միտքը հրաշափար միտք մնե, որ այսինքն ուրիշ չեմ գնալու բացատրել, ինչ հրաշք է, որ մեր հոգին կգշտանա, որ իր խոսքով, այս բան, այս սեպոսեմ։ Այո։ Ինչպես որ Հիսուս կսե ամոր ագանչունի թող լսե, մենք ալեգորսենք ամոր գգարտա, ամոր փորձառություն ունի, կհասկնա ինչ է բահված մնանում, որ արդեն մենք կուտենք։ Եվ հաջորդը որ կսե եւ քեզի պիտի դամ այն խիջին վրա եւ պիտի դամ անոր եւ այն խիջին վրա նոր անուն մկրված։ Խիջը մենք այս բացատրությունները կան այն ժամանակ որ կկործածեն, բայց ոս ինչ է սերգոզե։ Այս ծևով հասկնանք, նայեք, խիջը, այն ժամանակ խիջը գործածվեր այդ ռոմայական գայսրության ժամանակ, այսպես օլիմպիական խաղերու նման բան է, ասենք, որ եթե քեզի քարմը դրվեր, ատիկան նշան մներ, որ դու ունիս միջոց մտնալու ներս, թիդելու այդ խաղերը եւ այլն։ Ծևով գտնալը, որ ընդեմ այդ սովորության, Հիսուս կսեր, ես քեզի պիտի դամ բամը, որ քեզի թույլ պիտի դամ մտնաս իմ ներկայությանս մեջ, վայրես ինձ, և նոր անունը պիտի տնեմ անոր վրա, նոր անունը միայն այն պիտի գիտնա, որ ստացավ։ Հիմա եթե հայտնության գիրքը կգարթանք, կտեսնանք, որ տարբեր անուններով Հիսուս հիշված է, կարելի 40 անուններ է ավելի, ունիմ ես ցանկ մտեղը, ամեն անունները, բայց մի քանի հատ նշեմ, որ հիշենք, օրինակ համար առաջին գլուխեն մենք արդեն տեսանք, որ ես եմ ալֆա և օմեգան ասեմ, ես եմ սկիզբը և վերջը, ես եմ առաջինը և վերջինը, ես եմ այն, որ մեռած էր և կենդանի եմ, ուրիշ տեղ կտեսնանք, որ ինքը քարնուգն է, հութայի արմատի արյուծն է, ինքը խոսքն է, այսպես դարբեր անուններ կան, գրնալ լավ, որ այս դեղ այդ անունները կսկսի մեզի մեր հոգին մեջ մեզի դալ, որ ինքը մեր մեջ այդ անունով մեր մեջը կփնալի որ կան որ գխորին գրնալալ բարգևներ է որ ասված գուտա անհատներուն որ տարբեր բարգև որ ամեն մեկ անհատ ունի եւ գրնա կործած է ես կխորիմ ավելի իր անունին հետ կապված է Իր անունին հետ իր ինքնությունը մենք կսկսենք գրել եւ եթե նայիսն է 19-րդ գլուխը հայտնության այնտեղ գսե եւ գսե իր պատմուջանի վրա անուն մկրված էր գսե փան աստուծո խոսքը այս միտքերով գրնանք մենք հասկանալ չեմ գիտեր գրնալա որ ավելի հայտնություն թեր ասված դա քեզի կամ մեզի աբակային այս չափով ես հասկացած եմ Դա եկեք նոր անուն մտրված, որ մեկը չի գիտեր, բայց միայն ան։ Հիմա երբ որ դու գսես բարգևները կամ գրնա անցմը, եթե պիտի առնենք սուբկիրքի քարակտերներուն, եթե առնենք Թանիելը, եթե առնենք օրինակի համար Դեբորան, եթե առնենք Բողոսը կամ Պետրոսը կամ Եստերը, ասոնք գոչումներ են, որ ասված իր զավակներուն համար պատրաստած է Եվ ամեն մեկերնից գոչումը ունենք Եվ դերը գանչած է մեզի այդ գոչումը առնելու անորամար է որ շատ անգամ ես կհավատամ կգարձեմ որ անցեր օրինակ անաբադային դարիները որ գանցնին անոնք որոնք ազոյրեսը կփնտրեն գաջին կմեծնան դժվարությունները գանցնին որ ասված այդ անոր անունը պատրաստ է այդ անցին ինչ կխորիս այո օրինակ մտանք այսօր նայ երբ որ օրինակը Հակոբին անունը առնենք Հակոբը ինչ ասել է միտքը խափող ասել է չէ երբ որ ասված անուններ կփոխե պատկան մգալ որ երևը ինքը Հակոբին անունը Իսրայել փոխեց երբ որ մարտնչեց դերոջը հրեշտակին հետ խափող անունը դարձավ Աստծո հետ իշխան Պետրոսին նոր գդագարանի շատ կա այսպես դեպքեր 5 գդագարանի մեջ որ անունը կփոխվի օրինակ համար Աբրահամը Աբրահամը չէ ազգերու հայր եւ Պետրոս Արաքյալին անունը փոխեց չէ սա այլևս քեզի Սիմոն պիտի չկանչեմ այլ Պետրոս Պետրա որ փոքր
այդալ փոքր խիճսել է, փոքր քար իր անունը փոխելով իր ինքնության եւ իր քարակտերին, իր էյության փոփոխումը գլա, ապաշխարության նման դարբեր փամը կփոխվի որ այդ անցին կյանքի մեջ։ Հիմա գրնալա որ Աստված ամեն մեկուս այդպես Ադենը մեր կյանքի մեջ կա ինչպես Աբրահամին եկավ, ինչպես Հակոբին եկավ, ինչպես Պետրոս Արաքյանին եկավ, մեզի ալ այդպես բահմը լա մեր կյանքի ընթացքին։ Ինչ կխորից։ Այո, եւ հիմա ասեմ որ ամոր քեզի մդի գրավ Հակոբը իր զավակին անունը Հակոբ դրած է, կամ իր անունը Հակոբ է։ Եվ Հակոբը ասենք խապեպագսես, գիտես, բայց ուրեմն ինք այդ անունը հակած է իրեն վրան։ Եվ գուզե այդ անունեն ազատագրվել հանկարծ կանտրատարնա որ ինքը իրական սուտ կխոսի սեվենքտե ինչպես գրնա այդ աստեցությունը ասենք անունը իր վրային երթա իրեն անցին ինքնության վրայեն Որ ցելոն նայինքն է, մենք որուն անունը կգրենք, Քրիստոսի անունը, մենք քրիստոնյաներ անվանված ենք, չէ՞։ Ուրեմն Քրիստոս անունը ինչ ցել է, Քրիստոս Մեսիա փառն է, ու Աստծո օձյալը ցել է։ Այդ մենք Աստծո օձյաներն ենք, Քրիստոս եթե մեր մեջ կփնագի, եւ մեզի նոր ինքնություն տված է, այլևս մենք ոչ հրյա ենք, ոչ հեթանոս ենք, ոչ գին կամ մարդ, ոչ դեր կամ ստրուկ կամ ծառա մենք այլևս ոչ թե դոկտոր եմ կամ բանեմ իրավաբան կամ բժիշկ կամ քերացի երկրաչափ եւ այլն այլ ես Աստծո պատկերը գարդացոլամ Աստծո տեսփանն եմ նայ դարբեր միտքերով հասկանանք Քրիստոսի մեջս կփնագի իբրև քահանայապետ իբրև թագավոր իբրև մարգարե իր հարսն եմ նայե դարբեր անուններ կան այստեղ որ մենք կգրենք որ մեր ինքնությունը Քրիստոսի մեջ կփոխվի չէ ես այլևս Քրիստոսի հարսն եմ ամեն իր սիրածն եմ իր հոգու արումով ես Դագավին Պետրոսն եմ թուն Դագավին Կարինն ես բայց մեր այդ Քրիստոսի անունը գրելով Հիսուսի անունը գրելով նոր արարածներ ենք կսե Աստվածաշունչը, չէ՞։ Մենք նոր արարածներ ենք, այլևս հայ կամ չինացի կամ արաբ կամ չեմ գիտեր ինչ տարբեր մեր անցյալը ինչ եղել է կարևոր չէ։ Մեզի լրի նոր ըրած է Քրիստոսի մեջ։ Ամեն։ Ըրած է ամեն անցյալի մեր մեղքերը, մեր այդ ինչպես որ եթե գիտես բզդիկ եղած ալենը գրնալալ մարդիկ անուն կգախեն, ասեմ, գիտես, անուն կված էր քո վրա։ Այդ բոլորը չնչած է նոր անուն Ամեն։ Եվ պարկազովը Քրիստոս ունիք, որպես ասկ ընդունած ենք Քրիստոսը մեր։ Գիտես հիմա բարգանից որ գսես կապեսը, գսե իր մայրը ցավով ծնավ եւ կապես ցավսել է։ Եվ as մարդը որքան գիտեր իր անունին իմաստը եւ անորամար թերևս ասա որ դեր իմ սահմաններս լայնցուր կուսերքդ ին վրասելա որբեսի դրտմություն չի դեսնամ բայց պարկասում ենք Հիսուս ունենք Հիսուսին ինքնությունը ունենք մակրված ենք պաշտպանված ենք եւ ավերակներ շինող ենք ամեն այսօր տուն ավերակներ շինող ես տուն շնորհակալ եմ այսօրվա բահին համար որ մդի գրիր համբերությունով տողդերը քեզի տպնա խոսի քեզի հայտնե վստահ եմ որ դու շատ հարցումներ հարցուցիր գրնալա որ շատ բաներ քիչմա Atkain հաջելի չքնած քեզի բայց հոգ չէ ինչ որ լսեցիր ինչ որ գսկաս հիմա սկացումները տերոջը դար եւ ըստե դու ինձի հայտնե դու ինձի խոսիր եւ դու ինձի սորվեցուր դեր Պիտեր շատ շնորհակալ եմ այսօրվա բահին համար ուրեմն քաշապատ պիտի դեսնվենք սիրելիներ Տիբադիրի եկեղեցին եւ նայինք Տիբադիրի եկեղեցին համար Հիսուս Քրիստոս ինչ կսե մնացեք օրհնված ցտեսություն